թրիփը չի լուծում Հայաստանի ապաշրջափակման հարցը։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը չի կիսում Հայաստանի իշխանությունների լավատեսությունը թրիփի հարցում։ Նա կարծում է Հայաստանը պետք է պնդեր, որ Թրամփի ուղին չսահմանափակվեր մեղրիով ճանապարհով, այլ ձգվեր մինչև Երասխուիջևան մեր երկրի համար ճանապարհների լիարժեք ապաշրջափակում ապահովելով։ Այսինքն պետք է լիներ փաթեթային լուծում, որով կարգավորվեր Հայաստանի Հանրապետության ամբողջական ապաշրջափակման խնդիրը։ Կրկնում եմ, թրիփը այդ հարցը չի կարգավորվում։ Այժմ պատգամավորը շեշտում է Հայաստանը միջ գրավոր պարտավորություն է ստանձնել Ադրբեջանի համար անհրաժեշտ կապը ապահովելու, Ադրբեջանը Հայաստանի հետ ճանապարհների ապաշրջափակման պարտավորություն չի ստանձնել։ Վաշինգտոնյան հռչակագրում կողմերն ընդհանրապես վերահաստատել են ներպետական, երկկողմ ու միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը։ Եվ մինչ Ադրբեջանը Հայաստանին շտապեցնում է գետնի վրա սկսել թրիփի աշխատանքները, վերոնշյալ կետի մասին խոսք չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը նախորդ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Թրամփի վկայությամբ ստորագրեցին հռչակագիրը, որը ըստ էության տրվեց նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի հարցի լուծումը թրիփի տեսքով։ Այն ըստ հռչակագրի պետք է անխոչնդոտ կապ ապահովի։ Զանգեզուրի միջանցք պահանջող Ադրբեջանը հայտարարեց, թե հասել է իր նպատակին, իսկ Երևանում հայտարարեցին, թե թրիփը Հայաստանի սուվերեն ճանապարհն է, միջանցքային տրամաբանությամբ չի գործելու։ Սահմանային անցումը պարզապես իրականացվելու է հատուկ մեխանիզմով, բեք-օֆիս ու ֆրոնտ-օֆիս եղանակով գործելու է թվայնացված համակարգ։ Ֆրոնտ-օֆիսն ապահովելու է հաճախորդների սպասարկումը, բեք-օֆիսը համակարգերի աշխատանքը։ Այս բացատրությունները, սակայն, ընդդիմադիր Արթուր Խաչատրյանին արժանահավատ չեն թվում։ Մեզ համար դեռևս հարցականի տակ է Հայաստանի ինքնիշխանությունը։ Գիտեք, այս բեք-օֆիս, ֆրոնտ-օֆիս, ինչի ենք մենք այդ հատվածի վրա ինչ որ լրացուցիչ կարգավորումներ բերում։ Ինչու Բագրատաշենում եւ Բավրայում չկա front office, back office, իսկ թրիփում հանկարծ կա։ Exactly 1 year ago today, on August 8th. Օգոստոսի 8-ին հռչակագրի կնքման 1 տարվա առիթով Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանն իր ուղերձում ընդգծել էր. թրիփը կապահովի Ադրբեջանի անխոչնդոտ մուտքը Նախիջևան, տնտեսական օգուտներ կստեղծի Ադրբեջանի ու ամբողջ տարածաշրջանի համար։ Նույն օրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ էր ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ, որոնք նրան շնորհակալություն էին հայտնել Վաշինգտոնյան համաձայնությանը միջնորդելու համար։ Թե Փաշինյանը, թե Ալիևը նշել էին անցած 1 տարվա ընթացքում տարածաշրջանում խաղաղություն է տիրում։ Բացի այդ, օգոստոսի 8-ին Փաշինյանը նաև զանգահարել էր Ալիևին եւ ի տարբերություն այլ երկրների առաջնորդների հետ ունեցած զրույցների վերաբերյալ հաղորդագրությունների, կառավարությունն այս դեպքում հատուկ նշել էր, որ հեռախոսազանգի նախաձեռնողը հայկական կողմն է եղել։ Փաշինյանն ու Ալիևը ըստ կառավարության ընդգծել էին իրենց զրույցում, որ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին 1 տարվա ընթացքում առաջընթաց է արձանագրվել։ Խոսել էին նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումից ու թրիփից։ Հուլիսի 16-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է թրիփ համաձայնագիրը վավերացնող օրինագիծը, որն արդեն ուղարկվել է Սահմանադրական դատարան։ Վերջին փուլով այն կվավերացվի ազգային ժողովում։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները համատեղ թրիփ զարգացման ընկերություն կհիմնեն, որին տրվելու է հողօգտագործման եւ կառուցապատման իրավունք որոշակի գոտիներում, նախնական 49 տարի ժամկետով։ Միացյալ Նահանգները կունենա 74%, Հայաստանը 26% բաժնեմաս։ Ընկերությունը կգործի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի հովանու ներքո։ Թրիփի իրագործման շրջանակում արդեն ստեղծվել է Տրանսկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամը։ Դրա $201 միլիոն միջոցները պետք է ուղղվեն նախագծի մշակմանն ու իրականացմանը եւ ներդրումների ներգրավմանը։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն օգոստոսի 8-ին հայտարարություն էր տարածել նշելով Հայաստանում արդեն ընթացքի մեջ են երկաթուղու հետ կապված ճարտարագիտական գնահատումները, իսկ Ադրբեջանում ավարտին են մոտենում Հայաստանի հետ կապող ավտոճանապարհի եւ երկաթուղու աշխատանքները։